Մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնականի մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող լինել։ Նաև փողոցը նկատի ունեք։ Նաև փողոցը տարբերությունը հետևյալ է մեջ է։ Լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Մարդիկ, որոնք անցնում են խորհրդարան Հայաստան դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել, կարծում եմ, եւ անցած 5 տարին ցույց են տվել, որ պայքարող են եւ անզիջում, այսպես, պայքարող մարտական ոգի ունեցող մարդիկ են։ Չեմ կարծում, ենթադրում եմ, որ իշխանությունը փորձելու այդ ճանապարհով գնա, բայց սա մի պայքար է, որը, այսպես ասենք, լինելու է, պետք է ակնկալենք, որ այդպիսի քայլեր անելու են, բայց ամեն մի քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկի իր ցուցակը։ Հիմա հնարավորությունը ավելի մեծ է, իրականում եւ մանդատների քանակի առումով հնարավորությունը ավելի մեծ են եւ կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավել մանդատներ է ստացել, ավելի թարմ նոր դեմքերով հանդես են գալիս։ Ես կարծում եմ այստեղ պայքարի նոր բավական հետաքրքիր բան է բացվում, հնարավորություն է բացվում։ Ու դրան գումարենք հետևյալ հանգամանքը, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու, անկասկած ամբողջ այդ ժամանակահատվածում, ինչ չի եղել նախորդ ժամանակներում, եւ երևի նկատելի է, որ ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։ Ըստ էության, եթե նաև փոշիացված ձայները փորձեն գնահատել, ապա այստեղ էլ մեծ մասը եւս ընդդիմադիր ձայներ են, 600,000-ից ավել։ Եթե դրանց 10% դուրս գա փողոց, բավարար է 1 տարում այս իշխանության հարցը լուծել։